Հիսուսը եկավ, նրան գտավ 4 օրից ի վեր գերեզմանի մեջ դրված, և Բեթանիան Երուսաղեմի մոտ էր շուրջ 3 կիլոմետր։ Հրեաներից շատերը եկել էին Մարթայի և Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեին իրենց եղբոր մահվան համար։ Երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, նրան ընդառաջ գնաց, իսկ Մարիամը տանը նստած էր։ Մարթան Հիսուսին ասաց. «Տեր, եթե դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի։ Բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ Աստծուց խնդրես, Աստված քեզ կտա»։ Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Մարթան նրան ասաց. «Գիտեմ, որ հարության ժամանակ վերջին օրը հարություն կառնի»։ Հիսուսը նրան ասաց. Ես եմ հարությունն ու կյանքը։ Ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի։ Եվ ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատում ես այս ամենին։ Նա ասաց նրան. Այո, Տեր, հավատում եմ, որ դու ես Քրիստոսը, Աստծու որդին, որ աշխարհը իր գալու։ Եվ այս ասելուց հետո գնաց լռելիային կանչեց իր քրոջը Մարիամին ու ասաց. Վարդապետն է եկել և քեզ է կանչում։ Երբ նա լսեց, իսկույն վեր կացավ ու եկավ Հիսուսի մոտ։ Հիսուսը դեռ գյուղել չէր հասել, այլ դեռևս այնտեղում էր, որտեղ Մարթան ընդառաջ էր ելել նրան։ Իսկ այն հրեաները, որ Մարիամի հետ տանն էին ու նրան մխիթարում էին, երբ տեսան, որ նա իսկույն վեր կացավ ու գնաց, իրենք ևս նրա հետևից գնացին, կարծում էին, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ Իսկ Մարիամը, երբ եկավ Հիսուսի կանգնած տեղն ու տեսավ նրան, ընկավ նրա ոտքերն ու ասաց. Տեր, եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի։ Երբ Հիսուսը տեսավ, որ նա ու նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, հոգով խռովվեց, հուզվեց և ասաց. Որտեղ դրեցիք նրան։ Նրան ասացին. Տեր, արի ու տես։ Եվ Հիսուսն արտասվեց։ Հրեաներն ասացին. Տեսեք ինչքան էր սիրում նրան։ Նրանցից ոմանք էլ ասում էին. Սա, որ կույրի աչքերը բացեց, չէր կարող արդյոք այնպես անել, որ Ղազարոսն էլ չմեռներ։ Հիսուսը դարձյալ խռովվելով ինքն իր մեջ եկավ գերեզմանի մոտ։ Մի քարայր էր, վրան մի քար դրված, և Հիսուսն ասաց. Այդ քարը մի կողմ դրեք։ Մարթան, մեռածի քույրը, նրան ասաց. Տեր, հիմա արդեն նեխած կլինի, քանի որ 4 օրվա է։ Հիսուսը նրան ասաց. Քեզ չասացի, որ եթե հավատաս, Աստծու փառքը կտեսնես։ Երբ քարը վերցրին, Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. Հայր, գոհություն քեզ, որ ինձ լսեցիր։ Ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դու ուղարկեցիր ինձ։ Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց. Ղազարոս, վեր կաց, դուրս արի։ Եվ մեռելը ելավ, կապված ոտքերով, ձեռքերը երիզներով պինդ ամրացված և երեսը վարշամակով պատած։ Եվ Հիսուսը նրանց ասաց. Արձակեք դրան և թողեք, որ գնա։ Իսկ հրեաներից շատերը, որոնք Մարիամենց մոտ էին եկել, երբ տեսան ինչ արեց Հիսուսը, հավատացին նրան։ Նրանցից ոմանք էլ գնացին փարիսեցիների մոտ ու պատմեցին նրանց, ինչ արեց Հիսուսը։